Այսօր առավոտյան այս իշխանությունները հարձակվել են Սրբազան պայքարի շարժման աջակիցների, ինչպես նաև Բագրատ Սրբազանի տան վրա, այնտեղ նրանց մեղադրում են ահաբեկչության մեջ, արդյոք Բագրատ Սրբազանը եւ շարժման մասնակիցները ընդունակ են ահաբեկչության։ Տեսեք, լուրջ խոսքի, մտքի, ազատության տերորիստների իրական տերորիստների գործողություններն ու մեկնաբանությունները մեկնաբանել քրեական կամ բարական ինչ-որ մոտեցումներում։ Իրական տերորիստները այս ամբողջ շոուի կազմակերպիչներն են, ովքեր տերորի են ենթարկում մեր ժողովրդին, մեր պետությունը արդեն տևական ժամանակ, մարդկանց խոսքի ազատությունը, մտքի ազատությունը, սեփական պետություն ու հայրենիք ունենալու ազատությունը, մարդկանց հայրենազրկելով, տնաքանդ անելով, տերորի ենթարկելով, ցեղասպանությանը հանցակից լինելով, բերել հասցրել են այս վիճակին ու ինչ-որ մտածածին շոուներ, տարատեսակ ինչ-որ գործողություններ են անում, որպեսզի տպավորություն ստեղծեն։ Դաշնակցականներից նույնպես ձերբակալվածներ կան։ Այս պայն ձերբակալված է Դաշնակցության գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը, մի շարք դաշնակցական ընկերներ ձերբակալվել էին, այս պայն բաց են թողնվել, այս պայն ունեցած մեր տեղեկություններով, դե ակնհայտ է, որ որպես քաղաքական ուժ հակազգային այս իշխանությունների կողմից Դաշնակցությունը որպես ազգային կուսակցություն թիրախավորված է, մեր համար նորություն չէ, բնական է եւ տարօրինակ կլիներ, եթե սրանց առաջին թիրախը Դաշնակցությունը չլիներ։ Ինչից է վախենում այս իշխանությունը, որ կրկին սկսել է ձերբակալություններ։ Ասեք, իրենք վախենալու շատ պատճառներ ունեն, որովհետև իրենք վաղ թե ուշ գիտակցում են, որ իշխանությունը կորցնելու են, իշխանությունը կորցնելուց հետո գալու է հատուցման եւ պատասխան տալու ժամանակը, իսկ դրա համար նրանք ոչ մարդկայնորեն, ոչ տղամարդկայնորեն պատրաստ չեն դրա պատասխանը տալ ու այն ամեն ինչի միջով անցկացնում են մեր ժողովրդին, դրա հատուցումը իրենք ի վիճակի չեն տալու, դրա համար վախենում են։ Իրենք իրենց տեսակից, բնավորությունից, էությունից եւ գործած հանցանքներից են վախենում։ Այս խոզարկությունները, ձերբակալությունները նաև ադրբեջանական լրատվամիջոցներն են հրապարակել եւ հրճվում էին դրանով։ Դե ասացի էլի, բարձ է, ինչի է այս ամեն ինչ տեղ ունեն։ Դե տեսեք, Փաշինյանի Անկարա մեկնելու հետ կապված կարող ենք ուղղակի նաև որպես ժեստ էս ամեն ինչը Ադրբեջանին ու Թուրքիայի վերաբերյալ իրականացվող ցուցադրական ժեստ համարել, որ սա ժեստ է, որ տեսեք մենք ոնց ենք նշում ազգային ուժերին, ովքեր որ դիմադրության ու ազգային օրակարգներով են հանդես գալիս այս ապազգային իշխանության քաղաքականությանը, ովքեր որ սպասարկում են թուրքական շահեր։